Արտյուշենկոյի ձնծաղիկ, սա կարմիր գրքային գեղեցկուհի է, որն աճում է միայն մեր տարածաշրջանում։ Նրան կարելի է հանդիպել Իջևանում, Թալիշում, իսկ ամենաշատ առանձնյակները պահպանվում են Շիկահողի արգելոցում։ Ձյան հալքից հետո Շիկահող շտապող բնապահպաններն արգելոցի տարածք չհասած հազվադեպ հանդիպող այս ծաղիկը եւ բազմագույն գնարբուկներ տեսնելով ուրախանում են, արձանագրում տարիների խիստ հսկողությունն արդյունք է տվել։ Գարնան մեկնարկի հետ Շիկահողի պետական արգելոցի աշխատակիցները սկսում են բույսերի մոնիթորինգը։ Կենսաբազմազանության պահպանության կարևորագույն մեթոդներից մեկը հենց դաշտային աշխատանքներն են, այսինքն մշտադիտարկման աշխատանքները, թե բուսական աշխարհի, թե կենդանական աշխարհի։ Ընդ որում սեզոնայնությունը միայն բույսերին է վերաբերում, իսկ կենդանական աշխարհի դեպքում մենք ցանկացած եղանակի կարող ենք այցելել տարածք եւ ուսումնասիրել կարմիրգրքյան տեսակների քանակային փոփոխությունները, որոնք կարող են մեզ հստակ տեղեկատվություն տալ, թե ինչ վիճակում է մեր անտառը գտնվում։ Արգելոցի տարածքում շուրջ 1200 տեսակի բույս է աճում։ Դրանց կեսը կարմիր գրքային է, մի մասն էլ էնդեմիկ։ Թիվը մոտավոր է, հնարավոր է անտառի գողտրիկ անկյուններում լինեն տեսակներ, որոնց մասին մարդիկ չգիտեն, ինչպես կարմիր այս սունկը, որ այս հատվածի համար անսովոր է։ Կարմիրգրքյան բազմաթիվ տեսակներ ունենք, ինչպես նաև դրանցից շատերը հանդիսանում են տարածաշրջանի էնդեմիկ տեսակներ, կրում են Զանգեզուր անունը, օրինակ Զանգեզուրի տանձենի, Զանգակ Զանգեզուրի, ինչպես նաև ունենք խոլորձների տեսակներ, որոնք կարմիրգրքային են, խոլորձ կետավորն է հանդիսանում, խոլորձ եռատամն է հանդիսանում կարմիրգրքային տեսակ, եւ Շիկահող արգելոցի կարելի ասել զարդը եւ հարստությունն է հանդիսանում ռելիկտային տեսակ հանդիսացող կենի հատապտղային ծառը, որը երրորդական դարաշրջանի ռելիկտ է, այսինքն դարերի վեր ինքը պահպանել է իր տեսակը եւ որևէ փոփոխության չի ենթարկվել, անգամ բնակլիմայական փոփոխությունների ազդեցության արդյունքում։ Մայիսի 22-ը կենսաբազմազանության միջազգային օրն է։ Հայաստանում կենսաբազմազանությամբ ամենահարուստ տարածքներից մեկը Շիկահողի արգելոցն է։ Մեր երկրում կիրառվում է բնության պահպանության 4 մեթոդ։ Նորմատիվային պահպանություն ամբողջ իրավական դաշտն է իրենից ենթադրում, այդ թվում նաև կարմիր գիրքը որպես փաստաթուղթ հանդիսանում է տվյալ պահպանության մեթոդ։ Տեսակային պահպանությունն է, այսինքն անտառային ցուցիչ տեսակների պահպանությունն ենք իրականացնում, ինդիկատոր տեսակներն են հանդիսանում է էկոհամակարգային տեսակները եւ այլն։ Ինչպես նաև ունենք տարածքային պահպանություն, դրանք բնության հատուկ պահպանվող տարածքներն են։ Մյուս տեսակն է հանդիսանում էկոլոգիական կրթությունը, ինչը կարելի ասել մեր կազմակերպության առաքելությունն է արդեն շուրջ 10 տարի, ինչպես նաև ռեպրոդուկտիվ պահպանությունն է, ինչը դեռևս Հայաստանում նոր մեկնարկող մեթոդներից է։ Կենսաբազմազանության 17-րդ համաժողովն այս տարի կհյուրընկալի մեր երկիրը։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան վավերացրել է 1992 թվականին։ Մեզ կտա փորձի փոխանակման լավագույն հարթակ, կենսաբազմազանության պահպանության մեթոդների մասին կարող ենք տեղեկանալ, եւ COP17-ը լավագույն հարթակը կհանդիսանա Հայաստանի համար, առհասարակ ցանկացած երկրի համար, փորձի փոխանակման, կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ խնդիրների, մարտահրավերների քննարկման, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի կծանոթացնի մեր մշակույթին, բնապահպանական մշակույթին, գուցեև կկարողանանք ներկայացնել մեր փոքրիկ երկրի հարուստ կենսաբազմազանությունը։ Արգելոցի տարածք առանց ուղեկցորդի մտնել չի կարելի։ Մեկ անզգույշ քայլով մենք կարող ենք ոչնչացնել բուսատեսակ, որի առանձնյակների թիվը խիստ սակավ է։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։